Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սպասվածից ուշ է մեկնարկել։ Թեև այս տարի Շիրակի մարզում ջրի պակաս չկա, ոռոգման համակարգի տարիներով կուտակված խնդիրները շարունակում են բացասաբար ազդել գյուղատնտեսության վրա։ Ֆերմերներն ասում են, խնդիրը ջրի քանակը չէ, այլ այն, թե ինչպես է այն հասնում դաշտ։ Հատվածական նորոգումներ ինչ որ արվում են, բայց ընդհանուր առմամբ համակարգը այլևս չի կարող ժամանակակից մարտահրավերներին դիմակայել։ Ֆերմեր Արման Բաղդասարյանի խոսքով հնացած ենթակառուցվածքների պատճառով ջուրը ոչ միայն կորցնում է իր ծավալի մի մասը, այլև աղտոտվում է ճանապարհին։ Մեր մայր ջրանցքը կառուցվել է 1922 թվականին եւ կապիտալ հիմնական աշխատանքներ չեն կատարվել վրան, հատվածական նորոգումներ են արվել, բայց 100 տարի առաջվա կատարած աշխատանքը, 100 տարի առաջվա կատարած մոտեցումը բնականաբար ակտուալ եւ արդի չէ հիմա։ Մինչ ոռոգման համակարգի հիմնարար խնդիրները շարունակում են սպասել լուծման, հողօգտագործողները փորձում են սեփական միջոցներով բարձրացնել արդյունավետությունը, հատկապես կարտոֆիլի մշակությամբ զբաղվող տնտեսություններում աստիճանաբար ներդրվում է կաթիլային ոռոգումը, որը նրանց համոզմամբ թույլ է տալիս եւ ջուր խնայել եւ ավելի բարձր բերք ստանալ։ Անկախ տնտեսվարողները, ֆերմերները, այդ թվում նաեւ ես փորձել ենք որոշակի առումով լուծումներ գտնել նույն կաթիլային ոռոգումը ներդնելով, որի արդյունավետությունը ինձ թվում է թերևս վաղ է ասել ինչքանով իրենք արտարացնի, պետք է գոնե թե 4-ից 5 տարի անցնի, որ հասկանանք ընդհանուր առումով ինքը իրեն ոնց ցույց կտա։ Ջուրը նորից ջրամբարներից է գալիս, այս դաշտը, որ հիմա ոռոգվում է, եթե ագոսային ոռոգում անենք, 4 անգամ ավելի շատ ջուր կծախսենք, չեմ այս կաթիլային ոռոգումով։ Առաջի տարին չէ, նախանցած տարին համագյուղացիներից մեկը 6-7 հեկտարի վրա կազմակերպել էր, բերքի քանակը շատ լավն էր ու դրա հետ մեկտեղ մենք սկսեցինք արդեն ցանցը ընդլայնել, ունենալ կաթիլային ոռոգման դաշտեր։ Այս համատեքստում Սեյրան Ոսկանյանը նաև պետական նոր աջակցության ծրագրի առաջարկ ունի։ 1 հեկտարի հաշվարկով առաջի տարին 700-ից մինչև 1 միլիոնում դրամ, եթե նասոս բաննել հետը առնիս։ Բայց երկրորդ տարին արդեն ծախսը կրճատվում է 500,000 դրամ է։ Բայց ծառնտու է։ Այո, պետությունը էկոնոմիկայի նախարարությունը 50-50 է, մյուս տարի յուղի 80%-ը կասնի կաթիլային ոռոգման։ Խնդրում եւ հորդորում եմ մեր էկոնոմիկայի նախարարությանը, որ այս կաթիլային ոռոգման ցանցի այդ ընդլայնմանը ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմում եւս նկատում են ջրախնայող տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճ։ Եթե նախկինում կաթիլային ոռոգումը կիրառվում էր միայն փորձնական փոքր հողակտորներում, ապա այս տարի այն արդեն ներդրվել է ավելի լայն ծավալներով։ Լայնամասշտաբ կիրառում է եկել եւ շուրջ 50 հեկտար հողատարածքի վրա տնտեսվարողների կողմից իրականացվել է կարտոֆիլի կաթիլային ոռոգման համակարգի ներդրում, ինչը հնարավորություն կտա բացի տնտեսական արդյունավետությունից, նաև բնապահպանական ջրի խնայողության մեխանիզմներ դնել։ Ռոման Համայակյանի խոսքով այժմ ընդհանուր ոռոգման առանձին հատվածներում առկա թողունակության խնդիրները պայմանավորված են ոռոգման համակարգի վիճակով եւ փուլ առ փուլ կարգավորվում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից։ Որոշակի խնդիրներ ունենք ոռոգման համակարգերի թողունակության հետ կապված, բայց դրանք էլ ջրօգտագործողների ընկերության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում հարթվում են պայմանագրային հիմունքներով իրականացում է ջրի տրամադրումը։ Այս տարի Շիրակի մարզում մշակվում է ավելի քան 50,000 հեկտար ցանքատարածություն։ Այդ ծավալներում յուրաքանչյուր կաթիլ ջրի արդյունավետ օգտագործումը կարևոր նշանակություն ունի թե բերքատվության, թե մարզի գյուղատնտեսության կայուն զարգացման համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։